Ես բոլորի հանձնաժողովներում գրանցվել եմ, առաջիկայում ես տեղ եմ ելնելու գրեթե ամեն օր։ Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը մինչև մայիսի վերջին օրը ծրագրում է հանդիպումներ իշխանականների հետ, որ անձամբ բացատրի, ինչու պետք է անվստահություն հայտնեն Փաշինյանին։ Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցով падգամավորների հայտարարած բոլոր հանդիպումների համար արդեն գրանցվել է։ Ամսի 14-ին աշխատանքի և սոցիալական հարցեր, ճիշտ ասած այդ օրը իմ դատի օրն է, հուսով եմ կհասցնեմ էլի դատարանից գամ ստեղ։ Պետաիրավական հարցերում 15-ին ամսի, տնտեսական հարցեր 16, առողջապահություն 19, ֆինանսավարկային բյուջետային 20-ին, պաշտպանության 21-ին, մարդու իրավունքներ 22, գիտություն կրթություն 30։ Այսօր փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պետք է ընդուներ ու լսեր քաղաքացիներին։ Նախապես գրանցված Էդգար Ղազարյանը պարտաճանաչ ուղիղ ժամին խորհրդարանում էր, բայց նրան թույլ չտվեցին անցակետից այն կողմ անցնել։ Ուղղակի խուսափում է, վախենում է երևի։ Այսինքն այն փաստարկների լսելուց այն բաները, այսինքն պատասխաններ չունի ըստ էության։ Խորհրդարանից փոխանցեցին, թե Ռուբինյանը նպատակահարմար չի համարում քաղաքացի Ղազարյանին ընդունել։ Ես ճիշտ ասած զարմացած եմ sense պատասխան լսելու։ Չէ, ո՞նց է սպասելի։ Ասենք այլ բանա ես նախաձեռնեմ ինքը մերժի հանդիպումը, չէ, բայց իրենք են նախաձեռնողը։ Փաշինյանի իշխանության կոշտ քննադատն ասաց, անսպասելի էր, որ իրեն կմերժեն։ Ենթադրում է, որ միայն ինքն է այդ ցանկից դուրս մնացել։ Քաղաքացիների ընդունելությունը չեղյալ չի հայտարարվել։ Մերժված Ղազարյանը խորհրդարանից հեռացավ զգուշացնելով. Սա կոպտագույն խախտում է, ես կբողոքարկեմ նրա անգործությունը։ Մինչև փոխոսնակը Էդգար Ղազարյանը սպասում էր տարածքային կառավարման հանձնաժողովի հետ հանդիպմանը։ Այս դեպքում ընդդիմադիր Ղազարյանը անցակետը անցավ, հասավ ընդունելության սրահ, բայց ԿՊԱ-ականները չէին եկել։ Նրան ընդունեց տարածքային կառավարման հանձնաժողովի ընդդիմադիր падգամավոր Արման Ղազարյանը։ Հաշվի առնելով, որ կառավարությունը չի կատարում իր գործունեության ծրագիրը, նախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խնդրում եմ դա փոխանցել հանձնաժողովի բոլոր անդամներին։ Ես ձեր առաջարկությունը խնդրակ ձևակերպել անպայման կչեցնեմ որպես քաղաքացի եւ падգամավոր կապող օղակը հանձնաժողովում բարձրաձայնեմ ձեր կողմից բարձրացած երկու հարցերը։ Էդգար Ղազարյանը այս ընդունելության ակնկալում էր հանդիպել հատկապես հանձնաժողովի ԿՊԱ-ական նախագահ Վահե Ղալումյանին, որ նախկինում Տավուշի մարզպետն էր, բայց ոչ նա էր եկել, ոչ էլ նրա թիմակիցները։ Ուզում եմ իմանամ, ասենք մարզի սահմանները այդ ընթացքում փոխվել է։ Ուզում եմ իմանամ ինքն է ապօրինի պաշտոնավար է, թե իր եղբայրը։ Որտեւ այդ ընթացքում ոչ մի միջազգային պայմանագիր, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի օրենք չի փոխվել։ Ընդդիմադիր Ղազարյանը երկու շաբաթ առաջ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու նամակներ էր փոխանցել ազգային ժողովի բոլոր падգամավորներին։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք դեսպան ու մարզպետ աշխատած Ղազարյանը, որ պայքարում է Փաշինյանին հեռացնելու համար, նամակներից հետո ուզում է падգամավորներին հանդիպել ու դեմարդեմ բացատրել, ինչու պետք է համախմբված պաշտոնանկ անեն Նիկոլ Փաշինյանին։ Ղազարյանի հաջորդ այցը մայիսի 13-ին է։ Այժմ մյուս փոխոսնակի հետ ընդունելությունը շաբաթվա վերջ։ Հակոբ Արշակյանի հետ մեր պատմական հանդիպումը կայանա ամսի 16-ի ժամը 14-ին։